ընտրությունների արդյունքներից գոհ եք, ի վերջո ձեր կարծիքով ընդդիմությունը կարողացավ իր հաղթանակը կյանքի կոչել։ Տեսեք, Գյումրեցին իր խոսքը ասեց 63% հստակ մարդիկ ցույց տվեցին, որ դեմ են ՔՊ-ին, դա ամենակարևորն է ստեղ, որ ՔՊ իշխանությունը չի կարող ստեղ հարատև գոյություն ունենալ, չի կարելի դավաճան մարդկանց հետ քայլել ու ճամփա գնալ, դա հստակ ցուցանիշներով գյումրեցիները ցույց տվեցին։ Հիմա սպասենք, որ բանն ավարտվի, նիստն էլ ավարտվի, նոր ըստ այդմ կխոսանք։ Քաղաքացիական պայմանագիրը բոյկոտել է եւ ավականու անդամներին հորդորում էին, որպիսի ովքեր սրտացավ են քաղաքի համար, տանեն այս գործընթացները դեպի արտահերտ ընտրություններ, ասում են ճգնաժամային լինելու է այստեղ կառավարումը, ինչ կարող եք ասել։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրից հեռագիրը որն է։ Բոյկոտել, փչացնել, վադին տանել է իրանց հեռագիրը դա է, եթե այն աղվեսի նման էլի միշտ պես է եղել, հենց խաղողին քիթը չասավ, լավ չէ, բան է, փչացած է եւ այլն, դա է իրանց հեռագիրը, իսկ ստեղ իրանց կատարած բաները, հաշվարները ըստ երևույթին չստացվավ։ Էդեք հուջան։ Վարդան Ղուկասյանի հետ կապված կան նաև մտահոգություններ եւ քննադատություններ, որ քաղաքում բեսպրիձել է տիրելու, ինչ կարող եք ասել, ինչու են այդպես կարծում եւ ինչ կարող եք ասել նաև Մարտուն Գրիգորյանի դժվար որոշման մասին, որտեղ ինքը կարծես դժվար որոշեց, հա, Վարդան Ղուկասյանին աջակցել։ Երկու հարցեր, հարցի հետ կապված երկու բառով եմ լեկտի սուդե այդ բեսպրիձել չնեմ ինչ եւ այլն չկա նման բան, կա հստակ հարգանք, կա շնորհք, այդ է մոդեցումը։ Մենք ինչպես նշեց պարոն Ղուկասյանն, մենք պատրաստ ենք լսելու ցանկացած խմբակցություններից ներկա, իրանց ծրագրերի, իրանց, եթե լավ բան կսեն, մենք պատրաստ ենք առանց խնդրի։ Եթե մարդը լավ բան կսեն, մեր քաղաքի շահերից կբխե, ինչի՞ մարդ պետք է այդ մարդու սազեն ատաշ չտանք։ Մեզ որ մենք բացենք այդ առումով։ Ամենահետաքրքիր այսպես ավականու տեխնացուներից էիք, բայց ձեզ ավելի շատ այսպես ռուսամոլ էին անվանում, ինչ կարող եք ասել, նաև ելնելով ձեր նախկին հայտարարություններից։ Տեսեք, այդ ռուսամոլ անվանողները շատ սխալ վինգը, դեռ ռուսամոլ չէ, փառաբանելու տեսակետը սպես է, էլի, դա ներկայացում է լրատվական դաշտին, որ փառաբանել դա, դեռ հստակ հայի շահը կա, Հայաստանի շահը կա։ Տես վայ ջան, մենք իմ դիրքորոշումս ոնց է ստացվում։ Մեր սահմանը Թուրքիայի ով է պահում։ Ռուսական բազան, ճիշտ է, սահմանապահ ովքեր է ռուսական։ Դուք գիտեք քանի կիլոմետր սահման ունի Հայաստանը Թուրքիայի հետ։ Ձեզնից ներկաներից ով գիտեք քանի կիլոմետր է սահմանը։ Ահագին ինչքան թիվ։ Տեսեմ իմացեք 311 կիլոմետր է սահմանը։ 311 կիլոմետր սահման ունենալու համար մեզ ինչքան զորք է պետք։ Բարձ անվտանգության առումներով կսեմ։ Բայց այսօր ինչքան հակառուսական տրամադրություններ կան։ Նայեք, ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական, էկոնոմիկայի գլոխները պատն են տվել, դա գիտեք ինչ է, բանը դա Նիկոլենց թեզն է թշնաման կառավարելու, այսինքն հրահարում են թշնամանք եւ սկսում են բանը սրան նրա վրա ստավկայինել, որ թշնամանկով ուզենան ինչ որ երկիրը ղեկավարեն, բաժանիր որ տիրես այդ սկզբունքով։ Նման բան չկա, իսկ հագա ռուսականության հետ կապված դա սխալ է, մենք չենք կարող խոսքի Ռուսաստանի հետ թշնամական որևէ հարաբերություն ունենալ։ Ունեցել ենք բարի դրացիական հարաբերություններ ու պետք է պահպանվի այդ հարաբերությունները։ Դա է։ Տիգրան Ավակյան։ Սա Արեփսեմեջան։ Որ Վարդան Ղուկասյանը, քանի որ ըստ էության չունի բավարար ձայներ, այսպես ասած բուտաֆորիկ քաղաքապետ կլինի եւ միշտ պիտի գնա կարևոր որոշումներ կայացնելիս Մարտուն Գրիգորյանի, Ռուբենի, Կարենի դուրը։ Տեսեք, դրա հետ կապված դուք այդպես հստակ ձևակերպումներ մի տվեք բուտաֆորիկ կամ ինչ, Արեփսեմեջան։ Բայց ամեն մի ադամ որոշում կայացնելուց կքննարկենք բոլոր խմբակցությունների հետ ու հաստատ Գյումրեցու շահը կտանի։ Ես չեմ կարծում ընդդիմադիր դաշտում բոլոր խմբակցություններն է Գյումրեցու շահով չառաջնորդվել։ Եթե Գյումրեցու շահով են առաջնորդում,
այլ բան մտածելու բան չկա։ Եթե դուք լավ բան գսեք, եթե խմբակցությունը լավ բան է ասում մեզ, ինչի մարդ նորից կգրկեմ, ինչի մարդ պետք է բոլորի շահը գմայր։ Էդ է։ Դուք էլ խոսք։ Ձեզ պուտինասեր տերմինով էին կոչել, Դու եք կոչյակ, դուք եք կոչե, դա մենք հայամետ ենք, ամեն ձեզանից բոլորից հայամետ ենք ու կասկածողն է անբարոյական պիտի լինի, բանը Գյումրիում քեպեն այլևս իշխանություն չունի։ Կանը գիտեցեք։ Մենք բոլորով Պուտինի անունով էին քննել, Չեն ասում Գյումրիում բեսպրիձել կլինի։ դե մարդիկ քեպեն է մենակ այդպես նա մտածում, ուզում է մարդկանց Ոչ մի բան չի լինելու։ Գյումրեցիները միասնական են, գյումրեցիները մերժել են ԿՊ-ին, Վարդան Ուգասյանի կողմն են, բոլորը ամեն ինչ լավ է լինելու։ Մենք միասնական լուծում կգտնենք։ Մերոպ եմ այդ հարցին է պատասխանեմ ու ավարտենք, մերոպ այդ հարցը է մենք հմի ես պերզնենք ես նիստը, ցուցակներում է շատ շենքեր կա, կոնկրետ օրինակով, փաստով կսենք ձեզի, որ այդ շենքը այդտանք չկա, ցուցակի մեջ շենքը կա, բայց այդ շենքը փաստացի գոյություն չունի։ Հմի ես մի քանի օրը մենք կպարզենք այդ շենքին ոնց է ստացվել, օրինակ Խերիմյան հայրիկ, առաջի թաղամասում 9-րդ շենք չկա, բանը 21, 13, 7 դեմի դրա համար մենք որ քաղաքապետարանից հստակ հասցեներ կիմանան կպարզենք այդ շենքերը երաշարից առաջ են եղել թե նոր ցուցակներում հայտնված շենքեր են։ Իշխանության տեխնատուն ասում են նոր ընտրություններ պիտի լինեն։ Ինչ է կարծում, եթե նոր լինեն ընտրություններ, Վահան Ղուկասյանը կկարողանա։ Այդ հարցին արեք չպատասխանեմ, իրանց չեմ ուզել իրանց Ովքեր նա կեցեք, սպասեք։ Սարիկ Մինասյանին արեք մենք չմեկնաբանենք էլի։ Քասն է մեկնաբան։ Ընտրություն որ լինի նորից ձայներ կհավաքի։ Միանշանակ Ինչ եք կարծում։ ԿՊ-ին, ինչի մասին Դուք ինչ եք կարծում։ Իշխանափոխություն լինելու է։ Արեք այդ մասին չխոսանք։ Այդ մասին արեք չխոսանք էլի։ Դե եղբայրս, всё։ Արելենք որ ձեր երեխան ստեղապահով ապրի Հայաստանում։ Ձեր Եվրոպան պետք է երաշխավորե կամ Ազիզ ջան, լավ է լինելու Հայաստանի Հանրապետությունը։ ԿՊ-ին մերժելու ենք։ ԿՊ-ն իշխանություն չի ունենալու։ ԿՊ-ին Ես այդ հարցերին սա կպատասխանեմ, հեմի պերզնիկ անպայման ձեր հարցերին կպատասխանեմ սա, ինչ դուք քերի առեք։ Հեղափոխությունը Գյումրիից է, չէ՞ սկսում։ Այո, Գյումրիից մեկնարկել է նոր Ես հեղափոխություն։ լիահույս եմ։ Տեղով հեղափոխություն է, էլի։